Им дорого обойдется, они... Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բուդապեշտի բանակցությունները չեղարկելու մասին հայտարարությունը։ Сама встреча. Հանդիպման առաջարկն ու վայրի ընտրությունը արվել էին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ես համաձայնեցի այդ առաջարկին եւ արտահայտեցի իմ նկատառումները։ Նման հանդիպումներին պետք է լավ նախապատրաստվել։ Ինձ ու ԱՄՆ նախագահի համար սխալ կլինի այդ հարցին թեթև վերաբերել եւ հանդիպումից հետո դուրս գալ առանց ակնկալվող արդյունքի։ ԱՄՆ նախագահը որոշել է հանդիպումը կամ չեղարկել, կամ տեղափոխել։ Ավելի հավանական է հանդիպման տեղափոխումը։ Ինչ կարելի է ասել։ Միշտ երկխոսությունը նախընտրելի է, քան արճակատումը, վեճերը, առավել եւս պատերազմը։ Надо сказать, что... Անդրադառնալով նոր պատժամիջոցներին, Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ դրանք լուրջ հետևանքներ կունենան, սակայն տնտեսության ընդհանուր վիճակի վրա էականորեն չեն ազդի։ Говорить о политической... Այս քաղաքականությունը չի նպաստում ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, որոնք նոր էին սկսում վերականգնվել։ Կասկած չկա, որ ԱՄՆ վարչակազմի նման գործողությունները վնաս են հասցնում։ Ինչ վերաբերում է Տոմահակ հրթիռներին, եթե Ուկրաինան հարվածներ հասցնի Ռուսաստանին, պատասխանը լինելու է շատ լուրջ, եթե ոչ ապշեցնող, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Պուտինի հայտարարությունների ֆոնին Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանին հարվածելու համար իրենք երբեք չեն օգտագործել ամերիկյան հեռահար զենքեր։ Մենք օգտագործել ենք տարբեր զինատեսակներ, որոնք ունեն նույն հնարավորությունները, բայց դրանք եղել են բացառապես այն տարածքում, որտեղ ընթանում են ռազմական գործողությունները։ Ռուսաստանի ղեկավարի հայտարարություններին նաև անդրադարձել են Սպիտակ տանը։ Լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահին, ճիշտ է, որ Ռուսաստանը պաշտպանված է ԱՄՆ-ի պատժամիջոցներից։ Նա պատասխանել է. Շատ ուրախ եմ, որ նա այդպես է կարծում։ Դա լավ է։ Տեսնենք, թե ինչ կլինի 6 ամիս հետո։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփ-Պուտին երկկողմ հանդիպումն ամբողջապես չի հանվել օրակարգից։